Երբեմն ԿՊ պատգամավորներ ինձ նեղանում է, որ բոլշևիկների հետ եմ համեմատում, բայց նայեք, բոլշևիկներն ինչ արեցին, 20-ական թվականներին փորձեցին հայ առաքելական եկեղեցին վերջացնել, ամենաուժեղ եկեղեցին, որպես համայնք, Թիֆլիսն էր, Թիֆլիսից սկիզբ առավ, հետո տեղափոխվեց Հայաստանի, սովետական Հայաստան, ազատ եկեղեցու շարժում սկսեցին, լրիվ մոտավորապես այն ինչ որ այս տարիներին Հայաստանում էր, այնտեղ կար մի հոգի եպիսկոպոս, որի անունը հիմա չեն հիշում, վարդապետ, լրիվ նույն թեզերը գրավում էին եկեղեցի, թերթ էին տպում, քննադատում էին վեհափառին, բարեփոխում էին պահանջում, պարտվեց էդի, որ պարտվեց երկրորդ քայլն եկավ, սկսեցին դերբակալել եպիսկոպոսների, երկու եպիսկոպոս, Իմիջալոց Արտակ եպիսկոպոսի անունով Գյումրիում մեն փողոցնա, որտեղ հիմա Միքայել Սրբազանն է։ Էդ էլ չհաջողեց, հասան վերջին կետին, Մայրաթոռում խեղտամա արեցին խորեն վեհափառին։ Աստված երկար կյանք տա մեր վեհափառ հայրապետին, բայց այն ինչ որ այսօր տեղի է ունենալու վաղարշաբաթում, հավասարազոր է 37-ի խեղտամա անելու։